եղբայր արդեն գնում ենք մի հատ էլի գոնե խնդրում եմ։ Մի հատ եմ ուզում ձեզ տալ, պարոն վարչապետ։ Դուք այսօրվա խաղաղության օրակարգը բերում եք այնպիսի հարտակում, որ այսօր ձեր թեզերից մեկը նախատեսում է ժողովրդին ներկայացնել, որ Հայաստանը այլևս անկախ պետություն է եւ հագամարտության գոտու չի գտնվում եւ որևիցե խնդիր չի առաջանում մեր սահմանագծում։ Մենք պայմանագիր ենք կնքել խաղաղության, այդպես է։ Չէ, մենք պայմանագիրը նախաստորագրել ենք, խաղաղության հռչակագիր ենք ընդունել, որով այո։ Իսկ դուք որպես վարչապետ լինելով ի պաշտոն եք, դուք երաշխավոր կարող եք կանգնել մեր երկրում, որ ադրբեջանական թուրքիան չի փորձում հակամարտություն ստեղծել։ Դրա համար դիվանագիտություն կա, միջազգային հարաբերություններ կան, հասկանում եք։ Հակամարտության համար պետք է լինի հիմնավորում եւ պատճառ։ Բա մենք ինչ ենք ասում, որ մեր ռազմավարությունները պետք է հիմնված լինեն լեգիտիմության վրա, որովհետեւ մեր միջազգայինորեն ճանաչված տարածքների լեգիտիմ մեր իրավունքները պաշտպանելը դա մեր պետական իրավունքն է եւ մեր տարածքային ամբողջականությունը, մեր անվտանգությունը, բայց մենք հիմա նախընտրական ծրագիրը մեր կհրապարակենք առաջիկանում, որտեղ մանրամասն նկարագրված է անվտանգության մասին մեր պատկերացումները։ Եվ անվտանգության մասին մեր պատկերացումները հենված է լեգիտիմության, փոխկապակցվածության, կանխատեսելիության եւ իհարկե զինված ուժներն ենք մենք զարգացնում, բայց մենք զինված ուժերը համարում ենք անվտանգության ռեզերվ, ոչ թե անվտանգության առաջին օղակ։ Դրա մասին բազմիցս խոսում։ Հարգելի պարոն վարչապետ, եւս այսպեսի մի հարց։ Ի պաշտպան եք, դուք ասում եք պետք է ունենանք լեգիտիմ հիմքեր։ Մենք ունենք, ես չեմ ասում։ Ովքեր մեր լեգիտիմ հիմք է, սովա մեր անվտանգությունը, ճիշտ է, մեր դիվանագիտությունը, խողովակներով աշխատանքներ տալը։ Մեր անվտանգային համակարգը ով է երաշխավորում։ Մենք ոչ թե պետք է ունենանք, այլ ունենք միջազգայինորեն ճանաչված տարածք, մենք մեր բոլոր ռազմականին, սկսած մենք ունեցել ենք մեր տարածքները, սկսած Արցախով, դուք որպես հայ, ես հասկանում, որպես հայ եւ վարչապետ, դուք ընդունում եք, որ Արցախը հայկական տարածք է եղել։ Հայկական տարածքի մասին խոսք չի, ես ընդունեցեք հանգիստ հարց եք տալիս, ի պաշտոն եմ հարց տալիս, ձեր փոխարեն ով է լինել, կարող ենք նմանատիպ հարցեր տալ։ մի րոպե սպասեք, ուրեմն թող այո, լսում եմ ձեզ։ Ես ասել եմ, որ մենք Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Ես Սահակյան, մի րոպե հարց եմ տալիս։ Ընկեր Սահակյան, մի հատ ենք կոմկն։ Բարով ես եկել 1000 Որովհետև հանրությանը պետք է հստակեցնել, որ ժողովուրդը մենք Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է անկախ Հայաստանի տարածքը Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքն է, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը խորհրդային սոցիալիստական Ադրբեջանի տարածքն է։ Եվ հետևաբար, քանի որ խորհրդային միության ժամանակ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եղել է Ադրբեջանի տարածքում, մենք ճանաչել ենք Ղարաբաղը որպես Հայաստանի Հանրապետությունը խորհրդային ժամանակահատվածում այդ քարտեզները ունեցել։ Հայաստանի Հանրապետությունը ի սկզբանե երբ ճանաչվել է անկախ պետություն, սուտ չի կարող լինել։ Չէ՞ որ ձեր հարցին պատասխանեցի։ Մենք ունեցել ենք 94 թվականին հստակ դրյալ քարտեզ։ Արցախը նույնպես ներգրաված է Հայաստանի Հանրապետության որպես տարածք։ Քարտեզների հիմա չեն կարող։ Սա ես չեմ համարում հիմնական քարտեզ։ Դուք չեք համարում, դա ձեր խնդիրն է, մենք համարում։ Մի հարց եւս մեկամ եւ կարողանեք եւ գնացել։ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի նախագահ եւ վարչապետ, ճիշտ է։ Եվ նաեւ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության ամենայն հայոց կաթողիկոսը։ Դուք գերագնահատում եք կամ գերադասում եք ամենաբարձրը գերագնահատում է կաթողիկոս անունը վարչապետ կամ չի կարա տենց բանել։ Հայաստանի մի րոպե սպասեք։ Մենք ղեկավարում ենք 3 միլիոնի այդ ամենայն հայոց կաթողիկոսը արի մի հատ անցես կոմ հայոց կաթողիկոսը լսեք Հայաստանի Հանրապետությունում համադրություն կա այդպիսի օրենք լսեք որ կարող ենք կարգել չէ որ նա նախարար չի որ կարողանա
հանեք եւ տնեք։ Հայաստանի Հանրապետությունում կաթողիկոս կնիով կնի, չի կարող Հայաստանի Հանրապետության դեմ գործի։ Չի կարող դեմ գործել, այո, չի կարող Ուրեմն գործել։ Հայաստանի լսի մի րոպե, լսի ինչ եմ ասում։ Ասում եմ մատնել, դել Լսի Հարգանք։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում պետությունից բարձր ոչ մի բան չի կարող լինել։ Ոչ մի բան։ Իսկ միջև գոյություն չեք ունեցել որպես պետություն։ Որպես պետություն եք գոյություն չեք ունեցել։ Ուրեմն եկեղեցի մի րոպե, մի րոպե, ու կաթողիկոս չկա։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկ։ Քեզ համար կաթողիկոս կա, հայ ազգի կարող է ձեզ համար չլինի։ Դուք հայ ազգը չեք ներկայացնում։ Լսեք, Եվ բոլորն են լսեք, ես դուք կարող ներկայացնեք միայն ձեզ։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Ես Հանրապետություն։ հարգում եմ որպես վարչապետ։ Տեսեք, ասում եմ, ես դուք բոլորս պետք է հարգենք մեր կաթողիկոսին։ Լսեք, վերջին բառը։ Դուք մի րոպե, որպես վարչապետ, եղեք հայկան լեգիտիմ, որ կարողանանք հարգել մեր կաթողիկոսին։ Դուք ներկայացնում եք միայն ձեզ։ Ես չեմ ներկայացնում։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետություն։ Հայ ժողովուրդ ներկայացնում է կաթողիկոսին որպես ամենայն 100 հազարավոր հայ ժողովուրդ ես եմ 100 հազարավոր հայ ժողովրդի ներկայացուցիչը, որտեղ իրանք քվեարկել են Տեսեք, այս խաղն են Ես Միրզոյան Զայիրը Երվանդովնա, Աշոտը կարող է ներկայացրել 18 թվի, Աշոտը, Ինչը՞։ Աշոտը, ես 18 թվի, Աշոտը։ Աշոտն ով է։ 18 թվի ես հոսպիտալում եմ աշխատել, Շատ լավ։ Ինչ խնդիր կա։ մի խնդրանք ունեմ, Թող խոսանք լավ։ ես ոչ հների կողմն եմ, ես անկեղծ ասում եմ, ոչ հիների կողմն եմ, ոչ ներկաների կողմն եմ, մի հատ հարց ունի, մի հատ խնդրանք ունի, Համեցեք։ ընտրության ժամանակ, այս սաղի մեջը խոսք տվեք, ընտրության ժամանակ, որ լույսի չեք մարել, լույսի չի մարվել, Լույսը չի մարի։ լույսի չի Դրատեղամ մարվել, ասում, լույսը չի մարի։ Ես լուրջ եք ասում։ Լուրջ եք ասում։ Աշոտից բարև կտանեք, Խոստանում եմ, որ լույսը չի մարվել։ Դավիթ Տոնոյանի տղը որտեղ Սարայում է, ես այդ տուղ չի տեսել, բայց Աշոտը մեկավ ընկերից, Հայ, Սարյան։ Ինչա ձեր անունը ասում։ Զայրա Մորքուրեն ասում։ հա, Կայիշը տպագրվածներն են, ես իրան, Լավ, դե խոսացի։ Նեֆիրա ջան, Թուրքու Սահակյանն տպագրվածները տվի իրան, որ բերի դու կարդայիք, եթե չի բերեք, Բերելա, բայց երևի չեմ կարդացել կներեք, հա։ Ուրիշ առիթ։ Հանով ես եկե, վարչապետ։ Մի նեղվեք, պետք է մարդկանց հաստան, Կյանքիդ մերնիկ։ չէ, պետք է Հանով է։ շնորհակալ եմ։ Տենտակտեր մի նեղվեք։ Չենք ներվում էլի, դու բարով ես եկել։ Մարդկանց հետ պետք է պատասխան։